Հայաստանն ու Հնդկաստանը պատրաստվում են ստորագրել բազմամիլիարդանոց պաշտպանական պայմանագիր։ Հնդկաստանն ու Հայաստանը մոտ են բազմամիլիարդանոց պաշտպանական համաձայնագրի կնքմանը, որի ընդհանուր արժեքը, ըստ Republic World-ի աղբյուրների, գնահատվում է 3,4 միլիարդ դոլար։ Փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն ռազմարդյունաբերական ոլորտում, ընդգծելով Հայաստանի հակաօդային պաշտպանության, հրթիռային համալիրների հրետանային կարողությունների արդիականացումը։ Հնդկական կողմը քննարկում է Հայաստանին նոր սերնդի Ekashn զենիթահրթիռային համակարգերի վաճառքը։ Այս մոդելը ունի մեծ հեռահարություն, կարող է դառնալ Հայաստանի ՀՕՊ համակարգի առաջին պաշտպանական շերտը։ Նախկինում Հայաստանը ձեռք էր բերել Ekash համակարգերի կարճ հեռահար տարբերակներ։ Բացի այդ, բանակցությունների շրջանակում քննարկվում է BrahMos հրթիռների համատեղ արտադրության հնարավորությունը Հայաստանում, ինչպես Naphene-ը համազարկային կրակի համակարգերի նոր խմբաքանակի մատակարարումը։ Առաջին նման մատակարարումն արդեն իրականացվել էր 2023 թվականին։ 2022-ից Հնդկաստանը դարձել է Հայաստանի հիմնական ռազմարդյունաբերական գործընկերը, մատակարարելով հակատանկային համալիրներ, հաուբիցներ, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգեր։ Թեհրանը վերջին շրջանում հայտարարել է ռազմական ծախսերի կրճատման մասին, նոր բանակցությունները վկայում են, որ պաշտպանական համագործակցությունը Հնդկաստանի հետ շարունակում է մնալ առաջնահերթ ուղղություն։